Մենք գործ ունենք, եթե ոչ դասական միջանցքի, ապա միջանցքային գործառույթի հետ։ Այստեղ խնդիրներ կարող է առաջանալ Սահմանադրության առաջին հոդվածի հետ, որը սահմանում է, որ Հայաստան ինքնիշխան երկիր է, այդ թիվս այլ հատկանիշներ, եւ 205-րդ հոդվածի հետ, որտեղ Վերպետական միության անդամագրվել է կամ տարածքային փոփոխությունները կամ իրավական ռեժիմների փոփոխության հարցերը վերապահվում են հանրաքվեին։ Ես կառաջարկեի, որ Հայաստանի կառավարությունը տարբեր շահարկումներից խուսափելու համար հնարավոր բոլոր փաստաթղթերը, որ կձևավորվեն հայ-ամերիկյան համաձայնությունների պարագայում, համապատասխան հիմնավորումներով ներկայացնի հենց հանրաքվեի։ Հասկանում եք, որովհետև շատ կարևոր է, որպեսզի հասարակությունը միջև վերջ իրազեկվի, ինչ ռեժիմով այդ ճանապարհը շահագործվելու։ Արդյոք միակողմանի Հայաստանը կարող է ռեժիմի փոփոխություն անել, եթե ենթադրենք հաստատված ռեժիմը խաթարի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը կամ իրավազորությունը, կամ աշխարհաքաղաքական այնպիսի վիճակ ստեղծվի, որ ասենք էլ թրիփը ձեռնտու չի Հայաստանի